Երևանում ժամը 15-ն է, FM 107-ի եթերում Արմ ռադիոյի լրատվականը շարունակում է աշխատանքը, ստուդիայում է Ժիրայր Ոսկանյանը։ Այս թողարկմանը Թեղուտի անտառների հատումը կատարվել է Հայաստանի Հանրապետության կառավարության թույլտվությամբ Ռուբեն Պետրոսյան։ Կառավարությունը շահագրգիռ է, որպեսզի Թումանյանի Թիֆլիսյան տան խնդիրը խոհեմ լուծում գտնի։ Հայաստանի եւ Սփյուռքի միջև չկան տարաձայնություններ ցեղասպանության հարցի շուրջ։ Այժմ այս եւ այլ թեմաների մասին առավել մանրամասն։ Թեղուտի անտառների հատումը կատարվել է Հայաստանի Հանրապետության կառավարության թույլտվությամբ այսօր հունվարի 18-ին տեղեկացրել է Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարության Հայ-Անտառ պետական ոչ առևտրային կազմակերպության գլխավոր անտառապետ Ռուբեն Պետրոսյանն անդրադառնալով Թեղուտի անտառների խնդրին։ Այն կազմակերպության հետ, որը հանքի շահագործման նպատակով իրականացնում է հատումները, պայմանավորվածություն է ձեռք բերել, ըստ որի հատվածի 2 անգամ ավելին պետք է տնկեն եւ հետևեն, որպեսզի այն դառնա անտառ։ Այս պահի դրությամբ հատվել է 75 հեկտար, սակայն տնկվել է 120 հեկտար։ Դրանք տնկվել են Թեղուտ, Օձուն, Լեռնահովիտ, Արջուտ եւ Շմող համայնքներում, տեղեկացրել է գլխավոր անտառապետը, հավելելով, որ անտառների նկատմամբ վերահսկողություն իրականացնող մարմիններն են բնապահպանության նախարարության տեսչությունն ու Հայ-Անտառ պետական ոչ առևտրային կազմակերպությունը։ Բանաստեղծ Հովհաննես Թումանյանի Թիֆլիսյան բնակարանի շուրջ ստեղծված իրավիճակին ծանոթանալու նպատակով Հայաստանի գրողների միության պատվիրակությունը միության նախագահ Լևոն Անանյանի գլխավորությամբ կմեկնի Թբիլիսի։ Լևոն Անանյանն ասել է, որ այս առիթով նա երեկ հանդիպել է Հայաստանի Հանրապետության վարչապետ Տիգրան Սարգսյանի հետ եւ քննարկել խնդիրը։ Քանի որ Թբիլիսիից իրարամերժ տեղեկատվություն է գալիս եւ ստեղծված պայմաններում դժվար է որոշում կայացնել, որոշվել է պատվիրակություն ուղարկել Վրաստան իրավիճակին ծանոթանալու եւ բանակցելու նպատակով։ Երեկ վարչապետը նշել է, որ կառավարությունը շահագրգիռ է, որպեսզի այս հարցը գտնի դրական եւ խոհեմ լուծում, նշել է Լևոն Անանյանը։ Գրողների միության նախագահն ընդգծել է, որ նախ պետք է կանխել բանաստեղծի տան հնարավոր վաճառքը եւ այնուհետեւ մտածել այն վերականգնելու մասին։ Սփյուռքի նախարար Ջանուշ Հակոբյանը հայտարարել է, որ Հայաստանի եւ Սփյուռքի միջև չկան որևիցե տարաձայնություններ հայոց ցեղասպանության հարցի շուրջ։ Ջանուշ Հակոբյանը նշել է, որ մենք շարունակելու ենք միասնաբար աշխատել եւ ջանքեր գործադրել հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման ուղղությամբ։ Ջանուշ Հակոբյանն ողջունել է հայոց ցեղասպանության ճանաչման շուրջ հունվարի 23-ին Ֆրանսիայի սենատում կայանալիք քննարկումները։ Նա նաեւ նշել է, որ փետրվարի 23-ից 25-ը Մարսելում կկայանա համաժողով Եվրոպայի հայ համայնքների եւ ցեղասպանության 100-րդ տարելիցի նախապատրաստման նպատակով ձևավորված հանձնաժողովի ղեկավարների մասնակցությամբ։ Ջանուշ Հակոբյանը հայտնել է, որ Սփյուռքի նախարարությունը լուծել է ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված միջոցառումներ է նախապատրաստող հանձնաժողովների ձևավորման խնդիրը, նշելով, որ նման հանձնաժողովներ ստեղծվել են բոլոր մարզերում։ Ռուսաստանի հայկական կազմակերպությունները մտահոգված են Ուրալում հայերի եւ կազակների միջև հարաբերությունների սրումից։ Խոսքը գնում է Եկատերինբուրգի, ավելի ճիշտ Արտյոմովկա քաղաքի մասին, որտեղ մեծաթիվ հայեր են ապրում։ Վերսիա Ռու կայքի տվյալներով հունվարի 31-ին կազակները ցասմանոր են հայտարարել։ Զանգվածային ակցիաներ են սպասվում, կազակները խոստացել են մեկընդմիշտ հայրենի հողը մաքրել զավթիչներից, իսկ հայերը պատրաստվում են հայրենակիցների կանչել այլ շրջաններից։ Նյուզայեմի տեղեկություններով հայերի եւ կազակների հարաբերությունների սրման մեջ առանցքային դեր ունեն ադրբեջանցիները։ Հաշվի առնելով, որ հայերը ակտիվորեն ներգրված են շինարարական բիզնեսում, ռեստորաններում, առևտրի մեջ, դա առաջ է բերում ադրբեջանցիների զայրույթը եւ նրան ամեն կերպ սադրում են կազակներին։ Ռուսաստանի հայերի միությունում այսօր նիստ է կայանալու նվիրված այդ հարցին։ Ադրբեջանական AN Espresso վկայակոչելով Ռոսիա 24 հեռուստաալիքը հայտնում է, որ հունվարի 19-ին Մոսկվայում հանդիպելու են Ադրբեջանի եւ Ռուսաստանի արտգործնախարարներ Էլմար Մամեդյարովն ու Սերգեյ Լավրովը։ Հանդիպման ժամանակ կողմերը քննարկելու են հունվարի 23-ին Սոչիում կայանալիք Հայաստանի, Ադրբեջանի եւ Ռուսաստանի նախագահների եռակողմ հանդիպման նախապատրաստումը, որում քննարկվելու է Ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցը։ Սերգեյ Լավրովը հայտնել է, որ Ռուսաստանը շարունակում է ջանքեր գործադրել Ղարաբաղյան հակամարտության կարգավորման ուղղությամբ։ Նա հավելել է, որ Սոչիի հանդիպմանը մասնակցելու են նաև ԵԱԿ Միսկի խմբի համանախագահները։ Հայաստանի ազգային ժողովի փոխնախագահ Էդուարդ Շարմազանովի պատասխան Վրաստանի խորհրդարանի փոխնախագահ Ֆրիդոն Տոդուային նախորդին Բաքվում արած այն հայտարարությանը, թե Վրաստանն ու Ադրբեջանը կվերադառնան օկուպացված տարածքները, քանի որ դրանք իրենց հողերն են, հանդես է եկել հայտարարությամբ։ Նա նշել է, որ վրացի պաշտոնյան հանդես է եկել իրականությունից հեռու անհեթեթ հայտարարությամբ։ Ի գիտություն Տոդուայի տեղեկացնեմ, որ Հայաստանի ոչ մի պաշտոնյա երրորդ երկրի խնդիրների առնչությամբ ոչ կոռեկտ հայտարարությամբ երբևէ հանդես չի եկել։ Փոխխոսնակին խորհուրդ կտայի ծանոթանալ իր ժողովրդի պատմական ավանդությանը նվիրված աշխատությանը, որտեղ հստակ նշվում է, թե ովքեր են այս տարածաշրջանի բնիկ ազգերը։ Աշխատության մեջ հիշատակված են թե հայերը, թե վրացիները, մինչդեռ ադրբեջանցիների մասին աշխատությունում խոսք անգամ չկա։ Գուցե դասագրքային ճշմարտությունն իմանալուց հետո Տոդուան ներողություն խնդրի իր հարևան ժողովրդից, եզրափակում է Շարմազանովը։
Նյուժ Ջորջիայի փոխանցմամբ ռուս-վրացական սահմանին ընկած վերին Լարս անցակետն անբարենպաստ եղանակային պայմանների պատճառով փակ է լինելու նաև առաջիկա 5-ից 6 օրերին, ընդ որում խոսքը այդ անցակետով ամեն տիպի տրանսպորտի տեղաշարժի մասին է։ Հիշեցնենք, որ 2 օր առաջ վրաստական Ռուսթավի 2 հեռուստաալիքը հայտնել է, թե վերին Լարս անցակետի փակման պատճառով Վրաստանի տարածքով Ռուսաստան մեկնող 350 մարդ, հիմնականում հայեր, մնացել են սահմանին։ Իսկ հունվարի 18-ին ժամը 08:30-ի դրությամբ Հայաստանի բոլոր ավտոճանապարհներն անցանելի են, դժվար անցանելի է միայն Սելիմի Լեռնանցքը, որտեղ կատարվում են շուրջօրյա մաքրման աշխատանքներ։ Շիրակի մարզում, չնայած ձյան տեղումներին, այնտեղ ևս երթևեկությունը բաց է։ Իսկ թողարկման այս հատվածում առաջարկում եմ ծանոթանալ միջազգային ասպարեզում տեղի ունեցող իրադարձությունները, որը կներկայացնի Ռուսաստանի ձայնը։ Ռուսաստանի ձայն ընկերությունը FM 107-ի եթերում ներկայացնում է. Для 160 стран мира на 38 языках планеты вещает «Голос России». Радио с великой историей, актуальным настоящим и огромным будущим. «Голос России». Радио большой страны. Ռուսաստանի ձայն ընկերությունը ներկայացնում է ԱՊՀ-ի եւ արտերկրի նորությունները։ Այսօր եթերում Ռուսաստանը վերականգնել է իր տնտեսությունը, նախաճգնաժամային մակարդակի 2/3-ով հայտարարել է Վլադիմիր Պուտինը։ Ռուսաստանցի հակերին սպառնում է Միացյալ Նահանգներում ցմահ բանտարկություն։ Ռուսաստանի հավաքականը պատանեկան օլիմպիադայում դուրս է եկել առաջին թիմային տեղը։ Այժմ այս մասին առավել մանրամասն։ Ռուսաստանը վերականգնել է իր տնտեսությունը նախաճգնաժամային մակարդակի 2/3-ի չափով, հայտարարել է վարչապետ Վլադիմիր Պուտինը կենտրոնական հեռուստաալիքներից մեկի եթերում։ Ռուբլու կուրսը կայունանում է, ոսկե առժութային պաշարները աճում են, նկատեց կառավարության ղեկավարը։ Պուտինն ասաց, որ ճգնաժամի դեմ պայքարը Ռուսաստանին արժեցել է 3 տրիլիոն ռուբլի։ Սա ահռելի գումար է, ընդգծեց նա, սակայն այդ միջոցների մի մասը արդեն վերադարձել է, ընդ որում շահույթով։ Վարչապետը հավելել է, որ ծանր ժամանակաշրջանում իրական սեկտորի բազմաթիվ ձեռնարկություններ դադարել են նախկին ծավալով վարկեր վերցնել արևմուտքում, քանի որ ստիպված նոր տեխնոլոգիաներ ներդնել եւ օպտիմալացնել կադրային անձնակազմը։ Պուտինը հաղորդել է, որ կառավարությունը նախապատրաստում է օրենքների նոր փաթեթ ճգնաժամի երկրորդ ալիքի դեպքի համար։ Թուրքական տարածքում ՆԱՏՕ-ի ռադիոտեղորոշիչ կայանի տեղաբաշխումը հաստատում է Ռուսաստանի կողմից ձեռնարկվող միջոցառումները դաշինքի գործողություններին ի պատասխան։ Այսպիսի հայտարարություն են արել ռուսական արտգործնախարարությունում։ Միացյալ Նահանգների հակահրթիռային պաշտպանության նոր համակարգի գործարկումը Եվրոպայում հակահրթիռային կառուցվածքի ձևավորման ևս մեկ քայլ է, որը հիմնված է միակողմանի մոտեցման վրա, նշել է անանուն դիվանագետը։ Նրա խոսքով դա խախտում է ստեղծված ուժերի հավասարակշռությունը։ Արտգործնախարարության ներկայացուցիչը հաղորդել է, որ պաշտպանական համակարգի ստեղծումը, որը հաշվի չի առնում այլ երկրների շահերը, կարող է վնաս պատճառել միջազգային անվտանգությանը։ Թուրքիայում տեղակայված հռետկան թողարկվել է երեքշաբթի։ Սիրիան պատրաստ է 1 ամսով երկարացնել արաբական դիտորդների առաքելությունը։ Նրանց մանդատը սպառվում է 5 շաբթի, հունվարի 22-ին Կահիրեում տեղի է ունենալու Արաբական պետությունների լիգայի արտգործնախարարների նիստը, որտեղ էլ որոշվելու է առաքելության հետագա ճակատագիրը։ Դամասկոսի հետ խորհրդակցությունների արդյունքում լիգան հայտարարել է, որ հնարավոր է կշարունակի աշխատանքը Սիրիայում։ Դիտորդներին ավելի շատ ժամանակ տրամադրելու կոչով են դիմել նաև Ռուսաստանն ու Չինաստանը։ Նրանց կարծիքով դա անհրաժեշտ է արտաքին միջամտությունից խուսափելու համար։ Սիրիացիները պատրաստ են մոնիթորինգի խմբի ուժեղացմանը տեխնիկական առումով եւ աշխատակիցների թվի մեծացմանը, սակայն Դամասկոսը հայտարարել է, որ պատրաստ չէ թույլ տալ դիտորդների հասանելիությունը ռազմական գործողությունների վայրեր եւ թույլ տա նրանց հետաքննություններ անցկացնել։ Չորեքշաբթի Կոպենհագենում կայացած հանդիպմանը ռուս եւ դանիացի դիվանագետները քննարկել են հարցերի լայն շրջանակ։ Ինչպես հաղորդել են Ռուսաստանի արտգործնախարարությունից, կողմերը կարծիքներ են փոխանակել Ռուսաստան-Եվրամիություն հարաբերությունների վիճակի, ՆԱՏՕ-ի հետ Ռուսաստանի փոխգործակցության շուրջ, այդ թվում անդրադարձել են Եվրո-ՀՊՀ-ի թեմային։ Դիվանագետները նաեւ քննարկել են Ռուսաստանի ու Եվրամիության միջև անայցագրային ռեժիմի սահմանման հարցը։ Դանիացիները հավաստիացրել են, որ ակտիվորեն նպաստելու են այդ process-ին։ Առաջիկա կես տարվա ընթացքում Դանիան նախագահելու է Եվրամիության խորհրդում։ Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովն այսօր մեծ մամուլի ասուլիս է տալու անցյալ տարվա ամփոփումով։ Այն սկսվել է մոսկովյան ժամանակով ժամը 11-ին։ Օնլայն հեռարձակումն իրականացնում է գերատեսչության կայքը ռուսերեն, անգլերեն եւ ֆրանսերեն լեզուներով։ Իրադարձությունը լուսաբանում է ավելի քան 300 լրագրող, 160 ռուսական եւ արտերկրյա ԶԼՄ-ներից։ Ակնկալվում է, որ ուշադրության կենտրոնում են լինելու իրադարձությունները Սիրիայում, իրանական միջուկային խնդրի շուրջ, Ռուսաստանի, Ուկրաինայի եւ Բելարուսի հարաբերությունները։
Կորսանված Կոստա Կոնկորդիա զբոսանավի կապիտանը տնային կալանքի տակ է հայտնվել։ Ավելին, նա պետք է արյան անալիզ հանձնի, որպեսզի ապացուցվի դրանում թմրանյութի արկայությունը կամ բացակայությունը։ Ֆրանչեսկո Սկետինոն ձերբակալվել էր նավաբեկությունից 1 օր անց։ Նա մեղադրվում է հանցավոր անփութության եւ չկանխամտածված սպանության համար։ Կապիտանը լքել է նավը նրանից հետո, երբ այն վթարվեց։ Սկետինոին սպառնում է 15 տարվա ազատազրկում։ Վերջին տվյալներով հունվարի 13-ի գիշերը նավաբեկության ընթացքում զոհվել է 11 մարդ, 24 անհետ կորած են համարվում։ Ռուսաստանցի Վլադիմիր Զդորովենինը հրաժարվել է իրեն մեղավոր ճանաչել կիբերհանցագործություններում։ Այս մասին է նա հայտարարել լսումներում, որոնք տեղի են ունեցել Նյու Յորքում։ Ռուսաստանի քաղաքացին ձերբակալվել է անցյալ տարվա մարտին Ցյուրիխում հետաքննությունների դաշնային բյուրոյի հարցումով, իսկ անցյալ երկուշաբթի արտահանձնվել է Միացյալ Նահանգներ։ Վլադիմիր Զդորովենինը եւ նրա որդի Կիրիլը մեղադրվում են ամերիկացի քաղաքացիների վարկային քարտերի տվյալների առևանգման եւ մի քանի $100,000 գումարի վնաս պատճառելու համար։ Զդորովենին ավագին սպառնում է ցմահ ազատազրկում։ Նրա որդին առայժմ ազատության մեջ է։ Ինսբրուկում անցկացվող ձմեռային պատանեկան օլիմպիադայի 5-րդ օրվա ընթացքում ռուսական հավաքականը նվաճել է 4 ոսկե մեդալ, դրանով իսկ առաջին տեղ զբաղեցնելով համաթիմային ստուգատեսում։ 2 ոսկե մեդալ է նվաճել դահուկորդներ Անդրեյ Սելյանինովը եւ Անաստասիա Սիդովան, եւս 2 ոսկի նվաճել են ռուսաստանցի գեղասահորդները։ Այժմ Ռուսաստանի հավաքականի կազմում 5 ոսկե, 2 արծաթե եւ 4 բրոնզե մեդալ կա։ Դուք լսեցիք Ռուսաստանի ձայն ընկերության ԱՊՀ-ի եւ արտերկրի նորությունները։ Մինչ հանդիպում։ Обзор прессы. Ռուսաստանի ձայն ընկերությունը ներկայացնում է մամուլի տեսություն։ Մոլդովայի եւ Ուկրաինայի ղեկավարներն այսօր Կիևում քննարկելու են Դնեստրում խաղաղարարական գործողության ձևաչափի փոփոխման հարցը, փոխանցում է ՌԲԿ գործակալությունը։ Մոլդովայի նախագահի պաշտոնակատար խորհրդարանի նախագահ Մարիան Լուպուն հունվարի 18-ին աշխատանքային այց է կատարում Կիև, հենց Ուկրաինայի նախագահ Վիկտոր Յանուկովիչի հրավերով։ Այցի ընթացքում քննարկվելու են Մեծդնեստրի կարգավորման հարցերը եւ Ռուսաստանի հովանու ներքո Դնեստրում իրականացվող խաղաղարարական գործողության վերափոխման խնդիրը քաղաքացիական առաքելության միջազգային մանդատի ներքո։ Ինչպես հաղորդել են ՌԲԿ-ին մոլդովական պետության ղեկավարի պաշտոնակատարի մամուլի ծառայությունից, այցի ընթացքում Լուպուն նաև Ուկրաինայի նախագահի հետ է քննարկելու այն հարցերը, որոնք փոխադարձ հետաքրքրություն են ներկայացնում երկու երկրների միջև բարեկամության եւ համագործակցության ամրապնդման համատեքստում։ ՌԻԱ Նովոստին փոխանցում է, որ Ռուսաստանի ու Եվրամիության միջև այցագրային ռեժիմի պարզեցման մասին համաձայնագիրը կարճաժամկետ ուղևորությունների համար կարող է ստորագրվել 2012 թվականի առաջին կեսին։ Այս մասին երեքշաբթի Մոսկվայում կայացած մամուլի ասուլիսում հաղորդել է Ռուսաստանում Եվրամիության ներկայացուցչության ժամանակավոր հավատարմատար Մայքլ Վեբը։ Այժմ փոփոխություններ են կատարվել այցագրային ռեժիմի պարզեցման համաձայնագրում եւ հուսում են, որ այս համաձայնագիրը կստորագրվի առաջին կիսամյակում, հայտարարել է նա։ Տիվանագետի խոսքով այցագրային ռեժիմի ազատականացման ոլորտում առաջընթացը կարևոր է երկու կողմի համար։ Այդ պատճառով Եվրամիությունում ողջունում են Լեհաստանի ու Ռուսաստանի միջև համաձայնագրի ձեռքբերումը Կալինինգրադի շրջանի ու Լեհաստանի մի շարք շրջանների համար այցագրային ռեժիմի չեղյալ հայտարարման մասին։ Մոսկվան բազմիցս է խոսել, որ շահգրգռված է այս պարզեցման հարցում, իսկ հետո նաև Եվրամիության հետ այցագրային ռեժիմի վերջնական չեղյալ հայտարարման հարցում։ Ռուսական իշխանությունների կարծիքով սա զգալիորեն կընդլայնի Ռուսաստանի ու Եվրամիության երկրների առևտրատնտեսական եւ հումանիտար կապերը։ Վրաստանի ընդդիմադիր լեյբորիստական կուսակցությունը երեքշաբթի հայտարարել է, որ բողոքի ակցիաների շարք է սկսում աշնանը խորհրդարանական ազնիվ ընտրությունների անցկացման համար։ Հաղորդում է Թբիլիսիում Զգլադ թերթի թղթակիցը։ Կուսակցության ղեկավար Շալվան Նաթելաշվիլին մամուլի ասուլիսում հաղորդել է, որ համապատասխան նախապատրաստումից հետո 1 ամիս անց փետրվարի 17-ին լեյբորիստները սկսում են ակցիաները, որոնց նպատակն է ուշադրություն գրավել ընտրությունների կեղծելու իշխանական մտադրություններին։ Ռեժիմը կեղծարարություններ է պատրաստում։ Բռնապետ Սահակաշվիլին չի պատրաստվում հեռանալ, մինչև չտեսնի ազգային բողոքի մեծալիք, հայտարարեց Նաթելաշվիլին։ Կոչ է անում բոլորին գնալ անհամաձայնության ակցիաների, ասաց լեյբորիստական կուսակցության ղեկավարը։ Առաջին հանրահավաքը պետք է կայանա Ռուսավելի պրոսպեկտում խորհրդարանի շենքի առջև։ Փետրվարի 18-ին Լատվիայում նախատեսված համազգային հանրաքվեն ռուսերեն լեզվին երկրորդ պաշտոնականի կարգավիճակ տրամադրելու հարցով չի լուծի հասարակության խնդիրները։ Այսպիսի կարծիք է հայտնել հանրապետության նախագահ Անդրիս Բերձինշը, փոխանցում է Ինտերֆաքսը։ Այժմ քաղաքական գործիչների առանձին խմբեր ԶԼՄ-ների միջոցով փորձում են հանրաքվեի թեման վերածել այս տարվա հիմնական թեմայի։ Չեմ կարող եւ չեմ ցանկանում համաձայնել այդ կարծիքի, քանի որ հանրաքվեն սա իրադարձության գիտակցված սրացում է, որի ելքը չի լուծի ոչ մի խնդիր, որը կարևոր է լատվիական հասարակության համար, փոխանցում է պետության ղեկավարի խոսքերը
նրա մամուլի ծառայությունը։ Սեյմի 30 падգամավոր անցյալ շաբաթ դիմել են Լատվիայի համանդրական դատարանին, խնդրելով ռուսերեն լեզվին երկրորդ պաշտոնականի կարգավիճակ տրամադրելու հարցի շուրջ հանրակվեն, հակասահմանադրական ճանաչել եւ դադարեցնել կամ ընդհանրապես չեղյալ հայտարարել այն։ Եթե դատարանը որոշում կայացնի հոգուտ խորհրդարանականների, կենտրոնական անդրական հանձնաժողովը ստիպված կլինի կատարել այդ որոշումը։ Համանդրական դատարանի ղեկավար Գունար Կուտրիսը չի բացառել, որ դատարանն արդեն այս շաբաթվա ընթացքում որոշում կկայացնի։ Քաղաքական գործիչների արտահայտությունները խանգարում են Ռուսաստանի հետ հարաբերություններին, կարծում են էստոնացի գործարարները, գրում է Vzglyad թերթը։ Էստոնացի քաղաքական գործիչները չպետք է իրենց վարկով եւ արտահայտություններով խանգարեն բիզնեսին գումար վաստակել, հայտարարեց էստոնական կատնային կոնցեռնի թոփ մենեջեր Նիկոլայ Տիմոֆեևը։ Տիմոֆեևը որպես օրինակ մեջ բերել է Էստոնիայի պաշտպանության նախարարի Մարտ Լաարի վերջին հայտարարությունը նրա մասին, որ պետք է պաշտոնական մակարդակով ազատության մարտիկ կոչել նրանց բոլորին, ովքեր երկրորդ համաշխարհային պատերազմի տարիներին հանդես էին գալիս գերմանական ռազմահանդերձ Այժմ մենք հարաբերություններ ենք կառուցում տարբեր շուկաներում, այդ թվում լուրջ ջանքեր ենք գործադրում Ռուսաստանի հետ նորմալ հարաբերությունների կառուցման համար եւ մենք հպարտանում ենք, որ մենք ամանորյա տոներին ընդունել ենք Ռուսաստանից տուրիստների ռեկորդային թիվ, սակայն երբ Էստոնիայի առաջատար քաղաքական գործիչներից մեկը խոսում է, որ պետք է հերոսացնել այն մարդկանց, որոնք պատերազմում էին նացիստական շարքերում, պետք չէ շատ խելացի լինել, որպեսզի հասկանալ, թե ինչպես դա կարող է արտացոլվել Ռուսաստանի հետ հարաբերությունների վրա, այսինքն քաղաքական գործիչները պետք է պատասխանատու վերաբերեն իրենց գործերին, ինչպես եւ մենք ենք վերաբերվում դրան մեր бизнесом, ասաց Тимофеева. Для 160 стран мира на 38 языках планеты вещает «Голос России». «Голос России». Радио большой страны. Իսկ թողարկման այս հատվածում առաջարկում եմ ծանոթանալ տեղական տպագիր մամուլին, որը կներկայացնի իմ գործընկեր Դավիթ Մուրադյանը։ FM 107 հաճախությամբ եթերում Արմ ռադիոն է, ստուդիայում է Դավիթ Մուրադյանը, ձեր ուշադրությանն եմ ներկայացնում հունվարի 18-ի մամուլի տեսությունը։ Հայկական ժամանակը առաջադրվելու է վերնագրով հոդվածում գրում է. Սուքյասյանների ընտանիքին մոտ կանգնած աղբյուրը երեկ մեր թղթակցի հետ ունեցած զրույցում հաստատեց լուրն այն մասին, որ Խաչատուր Սուքյասյանը մտադիր է ազգային ժողովի պատգամավորի թեկնածու առաջադրվել Երևանի թիվ 10 ընտրատարածքում։ Մեր թղթակցի այն դիտարկմանը գրում է Հայկական ժամանակը, թե իշխանական շրջանակներն արդեն լուրեր են տարածում, թե Սուքյասյանի թեկնածությունը հնարավոր է չգրանցվի վերջին 5 տարում մշտապես Հայաստանում չբնակվելու պատճառաբանությամբ, Հայկական ժամանակի զրուցակիցն ասել է. Խաչատուր Սուքյասյանը վերջին 5 տարում մշտապես բնակվել է Հայաստանում, ինչպես նախկինում, հիմա էլ նա հաճախ գործողումների է մեկնում, բայց դա որևէ իրավական խոչընդոտ չի առաջացնի նրա թեկնածության գրանցման համար։ Հրապարակ օրաթերթը գրում է. Հրազդանում քաղաքապետի թեկնածու առաջադրված ՀԱԿ ներկայացուցիչ Սասուն Միքայելյանին պաշտպանելու որոշում է կայացրել նաև Հայ հեղափոխական դաշնակցությունը։ Հայ հեղափոխական դաշնակցության տեղական կառույցի մեր աղբյուրները գրում է հրապարակը վստահեցնում են, որ այդ որոշումը շուտով պաշտոնական բնույթ կստանա։ Ինչպես Իջևանում, Հրազդանում եւս ձևավորվում է հակա-ՀՀԿ-ական կոալիցիա, նշում է հրապարակը։ Առավոտ օրաթերթից մեջբերում չի ուզում կոնգրեսի ձեռքին գործիք դառնալ վերնագրով հոդվածում գրում է թերթը, թե մինչև 2008 թվականի մարտի 1-ը, թե մարտի 1-ից հետո ես պայքարել եմ արդարության համար, իսկ պայքարից շեղվել եւ այն կիսատ ենք թողել ու գործարքի գնացել, ոչ թե ես ու իմ այն քաղբանտարկյան ընկերները, որոնք որոշել են իրենց հայցերը յետ վերցնել Եվրադատարանից, այլ նրանք, ովքեր օգտագործել են քաղբանտարկյալների անունները իշխանությունների հետ գործարքի մեջ մտնելու համար։ Այն մարդը, որ հայտարարեց, որ պատրաստ է գործիք դառնալ հասարակության ձեռքին, հենց ինքը քաղբանտարկյալներին որպես գործիք օգտագործեց իր սեփական ու ներխմբային շահերի համար։ Ես առաջինն եմ, որ հայտարարում եմ այն մասին, թե որոշել եմ յետ վերցնել իմ հարցադիմումը Եվրադատարանից, քանզի այլևս չեմ ցանկանում, որ անունս գործիք դառնա Հայ ազգային կոնգրեսի եւ կոնգրեսականների ձեռքին, ովքեր հետապնդում են ոչ թե հասարակության շահը, այլ իրենց ներխմբային շահը, երեք հայտարարել է Սուրեն Սիրունյանը։ Ազգորաթերթը Բերլուսկոնիի ճակերտավոր նացիստը Եվրախորհրդարանի նախագահ վերնագրով հոդվածում տեղեկացնում է, որ Եվրախորհրդարանը նոր նախագահ է ընտրել, փոխարինելով այդ կառույցը ղեկավարած Եժի Բուզեկին։
Լորենտիր նախագահ գերմանացի սոցիալ-դեմոկրատ Մարտին Շուլցը Ստրասբուրգում կայացած ընտրություններում 607 ձայնից ստացել է 387-ը։ Շուլցի հետ կապված հայտնի է 2003 թվականի հուլիսի 2-ին Իտալիայի վարչապետ Սիլվիո Բերլուսկոնիի հետ տեղի ունեցած միջադեպը։ Բերլուսկոնիի տեղական քաղաքականության շուլցյան խիստ քննադատությանն ի պատասխան իտալացի վարչապետը ասել է, թե Իտալիայում մեկը նացիստների համակենտրոնացման ճամբարների մասին ֆիլմ է նկարահանում եւ Բերլուսկոնին կարող է առաջադրել Շուլցին ճամբարի պարեկ վերակացուի դերի համար։ Դուք հիանալի եք այդ դերի համար, ասել է Բերլուսկոնին Շուլցին։ Ժողովուրդ օրաթերթը գրում է. առաջիկա շաբաթը չափազանց կարևոր է լինելու Հայաստանի համար։ Ինչպես հայտնի է, հունվարի 23-ին Ֆրանսիայի Սենատը կքննարկի հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնող օրինագիծը։ Նույն օրը Եվրամիությունը կդիտարկի Իրանի նկատմամբ հերթական պատժամիջոցի կիրառման նավթի վրա բեռնարկելքի հարցը։ Հայաստանի համար կարևորագույն հարցերի երրորդությունն ամփոփում է ժողովրդի դիվանագիտական աղբյուրներից ստացված այն տեղեկությունը, համաձայն որի Ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցով Հայաստանի, Ադրբեջանի եւ Ռուսաստանի նախագահների եռակողմ հանդիպումը կկայանա հունվարի 23-ից 24-ն ընկած ժամանակահատվածում։ Ակնհայտ է, որ հանդիպման օրը պատահական չէ ընտրված, հետեւաբար Սոչիում կայանալիք հանդիպման ընթացքի եւ արդյունքների վրա զգալիորեն ազդելու են նաեւ վերը նշված երկու գործընթացները։ Չորրորդ ինքնիշխանությունը ամենակատակասերը հայերն են վերնագրով հոդվածում գրում է. Ըստ Գելափ միջազգային հետազոտական ասոցիացիայի անցկացրած ուսումնասիրությունների Հայաստանի բնակչության 70%-ն իրեն երջանիկ է համարում։ Հարցումն անցկացվել է 500 հայաստանցիների շրջանում հեռախոսով։ Չորրորդ ինքնիշխանությունը մեկնաբանում է հետևյալ կերպ. Միջազգային սոցիոլոգները հաստատ մեծ ձեռ են առել։ Ինչպես կարող է բնակչության 70%-ն իրեն երջանիկ համարել մի երկրում, որի բնակչության մոտ կեսը պաշտոնական տվյալներով աղքատ է, 45%-ն էլ պատրաստ է առաջին իսկ հնարավորության դեպքում հեռանալ երկրից։ Մամուլի տեսությունն Արմ ռադիոյի եթերում է ամեն օր բացի կիրակի եւ երկուշաբթի օրերից առավոտյան լրատվական թողարկման ընթացքում եւ ժամը 14-ին ու 16-ին լրատվական թողարկումից հետո։ Ձայնագրությունը հասանելի է նաեւ Facebook-ի, YouTube-ի եւ Twitter-ի մեր էջերում Arm Radio FM 107 հասցեներով։ Մամուլի տեսությունը պատրաստեց եւ ներկայացրեց Դավիթ Մուրադյանը։ Եվ այսպես շարունակում ենք FM 107-ի լրատվությունը։ Ռուսաստանը ծրագրում է շարունակել իր միջնորդական ջանքերը Ղարաբաղյան խնդրի կարգավորման ուղղությամբ։ Այս մասին հայտարարել է Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը հունվարի 18-ին կայացած մամուլի ասուլիսում։ Իհարկե Մոսկվան ծրագրում է, ասել է նա պատասխանելով հարցին աղորդում է ՌԻԱ Նովեստին։ Նախարարի խոսքով մենք դա անում ենք ԵԱԿ Մինսկի խմբի համանախագահների եռյակի Ռուսաստանի Դաշնություն, Ֆրանսիա եւ Միացյալ Նահանգներ շրջանակներում։ Ռուսաստանի, Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահների հանդիպումը կայանալու է հունվարի 23-ին Սոչիում։ ԵԱԿ Մինսկի խմբի համանախագահները եւս մասնակցելու են հանդիպմանը եւ անհրաժեշտության դեպքում նախագահները կարող են շփվել նրանց հետ, ասել է Լավրովը։ Մեր եւ արտասահմանյան վերլուծաբանների մեծամասնությունը կարծում է, որ Ղարաբաղյան հակամարտության սառեցման դրա ռազմական փուլի վերսկսման սպառնալիքն առկա է։ Այս մասին Կովկասի բամբերին տված հարցազրույցում նշել է Մոսկովյան Կարնեգի կենտրոնի գիտխորհրդի անդամ Անդրեյ Ռյաբովը, հավելելով, որ գերտերությունների կողմից ռացիոնալության եւ հաստատակամության ցուցաբերվելու դեպքում առաջին հերթին Ռուսաստանի կողմից այն հնարավոր կլինի սառեցված վիճակում պահել եւս բավական երկար ժամանակ, չնայած ռազմական հավասարակշռությունը փոխելու կողմերի ձգտմանը։ Ինձ թվում է, որ այս բոլորը առաջին հերթին հենց հակամարտող կողմերը քաջ գիտակցում են, որ մեծ մերձավոր արևելքում, ինչպես ամերիկացիներն են անվանում այդ տարածաշրջանը, եւս մեկ հակամարտությունը հղի կլինի ծանր հետևանքներով ընդ վերում ոչ միայն հարավային Կովկասի երկրների, այլև պետությունների մի լայն շրջանակի համար։ Սա ասելով առաջին հերթին նկատի ունեմ Հայաստանում եւ Ադրբեջանում ռուսական շահերի իրագործման սպառնալիքները հաշվի առնելով, որ Վրաստանի առումով ամեն ինչ շատ թե քիչ հստակեցված է։ Ղարաբաղյան հակամարտության շուրջ ռազմական գործողությունների վերսկսումն անկասկած հարավային Կովկասում Մոսկվայի շահերին հասցված ամենամեծ հարվածը կլինի, նշել է Ռյաբովը։ Փորձագետի կարծիքով դա չափազանց արդիական է, հաշվի առնելով, որ Ռուսաստանն այսօր սերտ երկհաղաքական կապեր ունի Հայաստանի հետ իր էներգետիկական շահերով պայմանավորված, որտեղ Ադրբեջանը որպես տարանցիկ եւ նավթի արդյունահանող երկիր հսկայական դեր ունի։ Այսօրվա դրությամբ խնդիրների այս շարքը ավելի ու ավելի արդիական է դառնում Ռուսաստանի համար, հաշվի առնելով, որ պահեստային գործընկերների հետ հարավային
հարավային Կովկասով էներգապաշարների տարանցման հարցում չի հաջողվում պայմանավորվածության գալ։ Դրա վերջին ապացույցը դարձավ ռուսական հարավային հոսք նախագծին մասնակցելու Թուրքիայի մերժումը։ Ռիաբովը նաև նշել է, որ Ղարաբաղի շուրջ ռազմական գործողությունների վերսկսումը, որի մասին ոմանք այդքան հեշտությամբ են խոսում, կապված է համաշխարհային եւ երկքաղաքական այնպիսի քանակությամբ խոշոր ռիսկերի հետ, որն անգամ հնարավոր չէ հաշվել։ Այդ պատճառով ինձ թվում է եւ ԱՄՆ-ի եւ Ֆրանսիայի շահերից է բխում ստատուս քվոյի պահպանումը։ Հասկանալի է, որ նման իրավիճակում ստատուս քվոն չի կարող հավերժ պահպանվել, բայց եղած լուծումների շարքում այն այլընտրանք չունի։ Եվ հենց այս պլանում վերջին մի քանի տարիներին կտրուկ բարելավել է Եվրոպայի, ԱՄՆ-ի եւ Ռուսաստանի փոխգործակցությունը, որի շրջանակներում մեր երկրին տարբեր ձևաչափերում չեն խանգարում խաղաղության պահպանման հարցում ակտիվություն ցուցաբերելով։ Հենց այդ գործոններից ելնելով ի մեջ զգացողություն կա, որ վերջին տարիներին ԱՄՆ-ն եւ Եվրոպան գիտակցում են, որ Ռուսաստանը եւս մեծ հնարավորություններ ունի տարածաշրջանում խաղաղությունը պաշտպանելու գործում, նշել է փորձագետը։ Իսկ այժմ ներկայացնեմ Սարգսյան-Ալիև-Մեդվեդև հանդիպումը հրաժեշտի հանդիպում է, բեկում պետք չէ ակնկալել Սոտնիչենկո, Սանկտ Պետերբուրգի պետական համալսարանի դոցենտ, Սանկտ Պետերբուրգի ժամանակակից Մերձավոր Արևելքի հետազոտական կենտրոնի առաջատար վերլուծաբան Ալեքսանդր Սոտնիչենկոն հայտարարել է, թե Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման բանակցային գործընթացում մոտ ժամանակներս բեկում պետք չէ ակնկալել։ Մոտ ժամանակներս ցավոք սրտի Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման գործում որևէ բեկում չի սպասվում։ Քաղաքական առաջնորդների միջև հանդիպումները շարունակվելու են, դրանց արդյունքը սակայն նույնն է լինելու կողմերի միջև լարվածության աստիճանի նվազեցում։ Այս ամսվա վերջին Սոչիում նախատեսված հանդիպումն էլ լինելու է հրաժեշտի նախագահ Մեդվեդևի կողմից անցկացվող վերջինը, այնպես որ այդ հանդիպումից որևէ բեկում ակնկալել պետք չէ, նշել է նա։ Իրանի դեմ արևմտյան երկրների հնարավոր պատերազմի մասին հարցին անդրադառնալով վերլուծաբանն ասել է. Իրանի դեմ արևմուտքի ռազմական գործողություն դեռևս վաղ է ակնկալել, չնայած չի կարելի ասել, որ Իրանին հանգիստ կթողնեն, եւ եթե ԱՄՆ-ն ու նրա դաշնակիցներն ի վերջո լայնամասշտաբ ներխուժման որոշում կայացնեն, ապա Բաքուն նոր խնդիր կունենա, իսկ Ղարաբաղի հարցի լուծումն էլ ավելի կհետաձգվի, ասել է նա։ Թուրք-ֆրանսիական հարաբերություններին անդրադառնալով Սոտնիչենկոն ասել է, թե այդ հարաբերություններում ճգնաժամային փուլն արդեն անցել է։ Վաշինգտոնը դժվար թե թույլ տա, որպեսզի հակամարտությունը շատ հեռու գնա, իսկ Փարիզը վերջին շրջանում ջանասիրաբար հետևում է օվկիանոսի մյուս կողմից հնչող կարծիքին։ Սակայն հակամարտությունն ինքնին հերթական անգամ ցույց տվեց այն մեծ անդունդը, որը բացվում է Եվրոպայի եւ Թուրքիայի միջև, եւ Թուրքիայի Եվրոպական միությանն անդամակցելու հարցը վերջնականապես լուծեց հօգուտ եվրասպեկտներին։ Կարծում եմ, որ դա Թուրքիայի ղեկավարությանը կդրդի գրման նոր ուղղություններ փնտրել, այդ թվում Եվրասիական միությունում, ասել է նա։ Սոտնիչենկոն նաև նշել է, որ ԵԱԿ Մինսկի խմբի գործունեությունն անօգուտ է համարում։ Նրա կարծիքով հաջողության հասնելու համար հակամարտության կարգավորման գործում սկզբունքորեն մեկ այլ միջազգային կառույց պետք է ներգրավվի, որը հաշվի առնելով նախորդի սխալները հակամարտության կարգավորմանն ուղղված նոր մոտեցումներ կառաջարկի։ Այս առումով եւս հիմնախնդիրը ԵԱԿ-ի իրավասությունից հանելու կողմնակից եմ, որպեսզի Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման համար տարածաշրջանային կազմակերպություն ստեղծվի, որի գլխավոր գործող անձինք կլինեն Ռուսաստանն ու Թուրքիան ՄԱԿ-ի հովանու ներքո, ասել է նա։ Մեր եթերում այս երկու կարծիքները կմեկնաբանի եւ ռուսաստանցի փորձագետների շքերթը կեզրափակի քաղաքագետ Ստանիսլավ Տարասովը։ Действительно, я согласен со своими коллегами, что это действительно прощальная встреча. По-моему, по счету это уже 11-я будет встреча. Потому что все предыдущие саммиты тройки, они, в общем-то, хотя были официальные декларации, что стороны продвигаются к процессу урегулирования Карабахского конфликта, но в действительности такого не было, потому что ни та, ни другая сторона не предложила приемлемые условия. В конечном счете, главными разработчиками проекта Карабахского урегулирования являются сопредседатели Минской группы ОБСЕ. Последний их план на встрече в саммите в Казани полностью провалился. Здесь очень много точек зрения. Азербайджанская сторона обвиняет армянскую сторону, армянская сторона обвиняет во всем Азербайджан. Но по моей информации, здесь, конечно, в общем-то, выбились из колеи и стали вести себя не ординары, а все же азербайджанские дипломаты. Почему? Потому что они, просчитывая ситуацию и документы, так называемая дорожная карта, она, по моей информации, состояла как бы из двух вариантов. Предусматривающий Карабахское урегулирование на основе мадридских принципов их не устраивало. Но я хочу напомнить, что именно мадридские принципы, интересно, что в армянской версии они опубликованы, они звучат. Вот азербайджанская версия, вообще она, понятно, неизвестна, хотя идут множество комментариев азербайджанских политологов с критикой их.
Напомним, главные базовые позиции – это освобождение ряд регионов Азербайджана в обмен на так называемый промежуточный статус Еревана. И самое интересное появление миротворческого корпуса. Азербайджан опасается того, что при придании так называемого промежуточного статуса Нагорному Карабаху дальше последует осуществление косовского сценария, что референдум в Карабахе в конечном счете приведет к отделению Карабаха от Азербайджана. И плюс ко всему еще Азербайджан к этому не готов, потому что соответствующая статья Конституции не позволяет ему проводить подобного типа форумы на территории, которая формально и юридически входит в его состав. Вот это первое. И этот проект был сорван. К настоящему моменту, к этому саммиту 23 января, никаких более-менее приемлемых сценариев или каких-то новаций, которые мы могли бы вносить, или конфликтующие стороны, или, например, российское руководство не просматривается. Это действительно будет прощальная встреча, хотя не исключено, что президент Медведев может озвучить какой-то свой новый оригинальный подход. Но времени для его осуществления, если только он такого есть, а какие-то разработки, конечно, российская сторона все же ведет. Время для его осуществления под его руководством, конечно, не остается. Все отнесено на потом, это после президентских выборов. Скорее всего, после того, когда, скажем так, все устаканится в России, скорее всего, это будет где-то к концу июня, начале июля месяца, будет тогда уже процессы на основные направления, как в кавказской политике России, в целом, так и в карабахском отношении, в частности, тогда будет более-менее очевидно, и тогда можно будет уже предмет для более серьезного анализа. Դուք լսեցիք ռուս քաղաքագետ Ստանիսլավ Տարասովի հարցազրույցն Արմ ռադիոյին, իսկ թեման առավել մանրամասն եւ քաղաքագետի մտքերն առավել ընդգրկուն կներկայացնենք ժամը 18-ին Արմ ռադիոյի լրատվական հիմնական թողարկման ընթացքում։ Շարունակում ենք թողարկումը։ Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարար Արմեն Երիցյանը եւ Հայաստանի էլեկտրական ցանցեր Փակbaşնետիրական ընկերության գլխավոր տնօրեն Եվգենի Բիբինը հունվարի 18-ին ստորագրեցին համաձայնագիր բնական եւ տեխնացին բնույթի արտակարգ իրավիճակների կանխարգելման եւ հնարավոր հետևանքների վերացման ոլորտում համագործակցության մասին։ Արտակարգ իրավիճակների նախարարությունը եւ Հայաստանի էլեկտրական ցանցեր Փակbaşնետիրական ընկերությունը կհամագործակցեն մի շարք ոլորտներում բնական եւ տեխնացին բնույթի արտակարգ իրավիճակների սպառնալիքի կամ առաջացման դեպքում տեղեկատվության օպերատիվ փոխանակում, արտակարգ իրավիճակների մասին տեղեկատվության ներկայացման ուղղությամբ հիմնական չափանիշների համաձայնեցում, կողմերի տեղեկատվական համակարգերի ստեղծման եւ զարգացման ուղղված ջանքերի համակարգում։ Արմեն Երիցյանը նշել է, որ նախորդ տարում կատարված աշխատանքները գնահատվել են ՄԱԿ-ի կողմից, Հայաստանը ճանաչվել է ձեռքբերումների երկիր։ ՄԱԿ-ի մասնագետները եղել են Հայաստանում, ուսումնասիրել են համակարգը, կատարվել է փորձի փոխանակում։ Եվգենի Բիբինը նկատել է, որ իրենք այս համաձայնագրի հետ մեծ հույսեր են կապում, հատնելով, որ այն կծառայի նպատակին։ Նա կարևորել է տեղեկատվության օբյեկտիվությունը, թարմությունը, արդիականությունը։ Մենք այսպիսով համաձայնեցրել ենք մեր մամուլի ծառայությունների տեղեկատվության փոխանակումը, հուսով եմ մեր որոշումները միմյանց կլրացնեն, նշել է նա։ Դինքի սպանության իրական պատվիրատուները մնացին ազատության մեջ, այս մասին հայտարարել է թուրքագետ Արտակ Շաքարյանը։ Դատարանը հաշվի չի առել այն, որ ոստիկանությունը մի քանի ամիս առաջ տեղեկություն էր ստացել Դինքի սպանության նախապատրաստման մասին, սակայն ոչինչ չէր ձեռնարկել, նշել է թուրքագետը։ Շաքարյանը նշել է, որ թուրքական իշխանություններն այս գործը կապեցին Էրգենոկոնի հետ ճնշում գործադրելու համար ռազմական մասնագետների վրա։ Թուրքական դատարանը ցմահ բանտարկության է դատապարտել Էհրան Թունջելիին եւ 10 տարվա ազատազրկման Յասին Հայալին։ Այսքանը հրանտինքի դատավարության մասին, իսկ թեման առավել մանրամասն կներկայացնենք Արմ ռադիոյի լրատվական հիմնական թողարկման ժամանակ ժամը 18-ին։ Աշակերտները հնարավորություն կունենան ներբեռնել դասագրքերը կայքից։ Հայաստանի Հանրապետության կրթության եւ գիտության նախարարությունը մտադիր է ստեղծել համապատասխան կայք, որտեղ կտեղադրվեն դասագրքերի էլեկտրոնային տարբերակները։ Այս մասին ասել է կրթության եւ գիտության նախարար Արմեն Աշոտյանը։ Նրա խոսքով աշակերտներին հասանելի կլինեն ցանկացած դասարանի բոլոր դասագրքերը։ Խոսելով բուհերի ընդունելության քննությունների մասին, նախարարն ասել է, որ այս տարի մաթեմատիկա եւ հայոց լեզու առարկաների քննությունները կանցկացվեն շտեմարանային եղանակով։ Դա թույլ կտա նվազեցնել կոռուպցիոն
ռիսկերը, դժգոհությունները թեստային համակարգից եւ մատչելի դարձնել քննություններին պատրաստման գործընթացը, ասել է նախարարը։ 2013 թվականին շտեմարանային եղանակով կանցկացվեն բոլոր առարկաների ընդունելության քննությունները։ Նախարար Արմեն Աշոտյանը նաեւ նշել է, որ 107 դպրոցների տարածքում ինտերնետային անվճար Wi-Fi կապ կապահովի։ Նա նշել է, որ այս ծրագրի իրականացումը կտրուկ կբարելավի ինտերնետ հասանելիությունը դպրոցներում։ Աշակերտներին ինտերնետը հասանելի կլինի ոչ միայն կոնկրետ դասարանում, այլև ամբողջ դպրոցի տարածքում, նշել է նախարարը։ 2012 թվականին նախարարությունը նախատեսում է հասցնել ինտերնետին միացված դպրոցների քանակը մինչև 1403-ի։ Նախարարն անդրադարձել է նաև կրթության համակարգում կոռուպցիոն խնդիրներին։ Բուհական համակարգում ևս մի սոցիոլոգիական հետազոտություն տեսա նույն արդյունքներով։ Կա բուհերում կոռուպցիա, այո, կեսից ավելի։ Անձամբ մասնակցել եք, ոչ։ Եթե ուսանողը միջև այսօր վախենում է ու շահագրգռված է կոռուպցիայի մեջ, թե վերջնական սպառողը ուզում է, որ նման տարբերակ լինի քննություն ստանալու, ծանր կլինի ինձ ու ձեր համար պայքարել դրա դեմ։ Եթե վերջնական սպառողը իրականում ատամներով մեր կողքին կանգնի ու դեմ լինի, որ նման բաներ լինի, չվախենա, շահագրգիռ չլինի, սովորող լինի, որպեսզի վերջում ինչ-որ մի այլ կերպերով քննություններ չստանա եւ այլն, այդ ժամանակ շատ արագ կնվազի կոռուպցիոն ռիսկը, չեմ ասում կվերանա, բայց կտրուկ կնվազի։ Եվ դա միայն իմ գործը չէ, դա հասարակության գործն է, դա մեր գործն է, այո, պատասխանատվությունը իմն է, բայց գործը բոլորինս է։ Դուք լսեցիք Հայաստանի Հանրապետության կրթության եւ գիտության նախարար Արմեն Աշոտյանի մեկնաբանությունը, իսկ թեման առավել ընդգրկուն կներկայացնենք ժամը 18-ին իմ գործընկեր Աննա Գզիրյանի պատրաստած ռեպորտաժում Արմ ռադիոյի լրատվական հիմնական թողարկման ընթացքում։ Իսկ թողարկման այս հատվածում առաջարկում եմ ծանոթանալ օրվա մշակութային անցոդարձին, որը կներկայացնի իմ գործընկեր Սոնա Կարապետյանը։ Բարև ձեզ հարգելի ռադիոլսողներ, Արմ ռադիոյի եթերում մշակութային օրացույց հաղորդաշարն է։ Այսօր սպասվելիք մշակութային իրադարձությունների հակիրճ ներկայացմամբ։ Այսօր հունվարի 18-ին Ալեքսանդր Սպենդիարյանի անվան օպերայի եւ բալետի ազգային ակադեմիական թատրոնում կներկայացվի Անուշ օպերան 3 գործողությամբ։ Բեմադրությունը օպերայի եւ բալետի թատրոնի, բեմադրող ռեժիսոր Կարեն Դուրգարյան, ռեժիսոր Գեգամ Գրիգորյան, նկարիչ Գրիշա Սահակյան, պարերի բեմադրությունը Վիլեն Գալստյանի, խմբավար Կարեն Սարգսյան, սկիզբը ժամը 19-ին։ Խամաճիկների թատրոնում փոքրիկների համար կներկայացվի ինչպես քաջակլորը հաղթեց խորամանկ աղվեսին բեմադրությունը ռուսական ժողովրդական հեքիաթի մոտիվներով։ Բեմականացումը եւ բեմադրությունը, ինչպես նաեւ երաժշտական ձևավորումը Աննա Էլբակյանի, նկարիչ Սուսաննա Տոնոյան։ Ներկայացման սկիզբը ժամը 12:30-ին եւ 14-ին։ Մոսկվա կինոթատրոնի Կապույտ դահլիճում կցուցադրվի Հյուգո ժամանակի պահապանը 3D ֆիլմը, ֆենտեզի դետեկտիվ արկածային ժանրում, ռեժիսոր Մարտին Սկորսեզե, սցենարի հեղինակ Ջոն Լոգան Բրայան Սելզնիկ, օպերատոր Ռոբերտ Ռիչարդսոն, կոմպոզիտոր Հովարդ Շոր։ Գլխավոր դերերում հանդես են գալիս Ասա Բաթերֆիլդը, Բեն Կինգսլին, Սաշա Բարոն Կոեն, Խլոյա Գրեյս Մորեցը եւ ուրիշներ։ Ֆիլմը կարող եք դիտել ժամը 11:45 րոպեին եւ 14-ին։ Մոսկվա կինոթատրոնի Կապույտ դահլիճում կցուցադրվի Առաքելությունը անհնարին է 4 ֆիլմը, մարտաֆիլմ արկածային ժանրում, ռեժիսոր Բրեդ Բյորդ, սցենարի հեղինակ Ջոշ Ապելբաում, պրոդյուսեր J.J. Abrams, օպերատոր Ռոբերտ Էրսվիտ, կոմպոզիտոր Մայքլ Ջակինը։ Գլխավոր դերերում հանդես են գալիս Տոմ Կրուզը, Ջերեմի Ռեները, Սեյմոն Պեգը, Պոլա Պետոնը եւ ուրիշներ։ Սկիզբը ժամը 17:45 րոպեին եւ 22-ին։ Մեծ ակումբում երեկոյան ժամը 9:30-ին կարող եք ունկնդրել Art Voices խմբի համերգը։ Ուլիխանյան ակումբում այսօր ելույթ կունենա Ռումբա Գլատոնս խումբը, կիթառ եւ վոկալ Մոսո, կիթառ Արսեն, բոնգո Արկադի։ Սկիզբը ժամը 21-ին։ Եվ վերջում մշակույթը միայն խնձորի բարակ կեղև է շիկացած քաոսի վրա։ Ֆրիդրիխ Նիցշե։ Հաղորդումը պատրաստեց Սոնա Կարապետյանը։ Մնացեք Արմ ռադիոյի հետ։
Դուք լսում եք FM 107-ը, Արմ ռադիոյի լրատվականը շարունակում է աշխատանքը։ Այժմ ներկայացնեմ եղանակային փոփոխությունների վերաբերյալ տեղեկատվություն։ Օդի ջերմաստիճանը հունվարի 18-ից մինչև 20-ը կնվազի 8-ից 10 աստիճանով հանրապետության ողջ տարածքում։ Հանրապետության ողջ տարածք ներխուժելու են բավական ցուրտ հոսանքներ արևմուտքից։ Հանրապետության առանձին շրջաններում սպասվում են տեղումներ ձյան տեսքով։ Երևանում հունվարի 18-ին էական տեղումներ չեն սպասվում, կդիտվի անպամած եղանակ։ Հունվարի 19-ին եւ 20-ին հանրապետությունը գտնվելու է ցուրտ ճակատային գոտում։ Ժամանակ առ ժամանակ սպասվում է ձյուն, լեռնային շրջաններում եւ լեռնանցքներում բուք։ Առանձին վայրերում կդիտվի քամու ուժ գնացում մինչև 25 մետր վարկյան արագությամբ։ Այդ օրերին մայրաքաղաքում եւս ձյուն կտեղա։ Իսկ ճանապարհների վիճակը դեռևս հանրապետությունում նորմալ է, չնայած որ Շիրակի մարզում ձյուն է տեղում, սակայն այնտեղ ճանապարհները երթևեկելի են, հանրապետության մնացած միջպետական եւ հանրապետական ճանապարհները եւս երթևեկելի են, անցանելի են, սակայն Սելիմի լեռնանցքն է դժվար անցանելի, որտեղ կատարվում են շուրջօրյա մաքրման աշխատանքներ, իսկ Վերին Լարսի անցակետում դեռ երթևեկությունը կանգնած է, այն այդպես կշարունակվի ըստ News Georgia-ի փոխանցմամբ այդ վիճակը կպահպանվի եւս 5-6 օր։ Իսկ թողարկման այս բանին առաջարկում եմ ծանոթանալ սպորտային աշխարհում տեղի ունեցող զարգացումներին, որոնք կներկայացնի իմ գործընկեր Հրայր Նազարյանը։ Բարև ձեզ հարգելի ռադիո լսողներ, Արմ ռադիոյի եթերում մարզական տեղեկություններով Հրայր Նազարյանն է։ Թողարկման այս հատվածում կանդրադառնանք հետևյալ թեմաներին։ Արոնյանի նոր վերելքը։ Ֆուտբոլի Հայաստանի հավաքականը նախատեսում է մրցել Կանադայի եւ Սերբիայի հետ։ Նետաձիգների օլիմպիական հույսերը։ Այժմ այդ եւ մյուս իրադարձությունների մասին ավելի մանրամասն։ Շախմատասերներին արդեն տեղեկացրել ենք, որ Լևոն Արոնյանը երրորդ հաղթանակն է տարել Հոլանդիայի Վեյկանզե քաղաքում ընթացող ավանդական գերմրցաշարում։ 4-րդ տուրում հայ շախմատիստը սպիտակներով 58-րդ քայլին գերազանցել է աշխարհի նախկին գավաթակիր ամերիկացի Գատա Կամսկուն եւ վերահաստատվել մրցաշարային աղյուսակի առաջին հորիզոնականին։ Իդեպ Արոնյանի պարտիան լավագույնը ճանաչվեց 4-րդ տուրում, իսկ մեր հայրենակիցը գեղեցիկ խաղի համար պարգևատրվեց 500 եվրոյով։ Առաջատարի դիրքում Արոնյանին ընկերակցում է FIDE-ի վարկանիշային սանդղակի առաջատար նորվեգացի Մագնուս Կարլսենը, որը ոչ ոքի ավարտեց իտալացի Ֆաբիանո Կարուանայի հետ հանդիպումը։ Խաղատախտակից հաղթանակած հեռացավ նաև ռուսաստանցի Սերգեյ Կարյակինը, որի մրցակիցն էր չեխ Դավիթ Նավարան։ Ոչ ոքի ավարտվեցին Գելֆանդ Ռաջաբով, Իվանչուկ Վան Վեյլի, Տոպալով Հաշիմով եւ Գիրի Նակամուրա պարտիաները։ Մրցաշարային աղյուսակը 3-ական միավորով գլխավորում են Արոնյանը եւ Կարլսենը, որոնց կես միավոր են զիջում Կարուանան եւ Ռաջաբովը, 2-ական միավոր են վաստակել Գիրին, Իվանչուկը, Կարյակինը, Տոպալովը ու Վան Վեյլին։ Իրենց հաշվին 1.5-ական միավոր ունեն Հաշիմովը, Գելֆանդը, Կամսկին եւ Նակամուրան։ Աղյուսակը 1 միավորով եզրափակում է Նավարան։ Մրցաշարի C խմբում Էլինա Դանելյանը կրեց երկրորդ պարտությունը, այս անգամ վարկանիշով իրեն զգալիորեն զիջող հոլանդացի Լարս Օտից։ 4 տուրից հետո հայ շախմատիստուին 1 միավորով բաժանում է 12-ից 14-րդ տեղերը։ Ռուսաստանցի միջազգային վարպետ Վլադիմիր Բելոուսի հաղթանակով Երևանում ավարտվեց ՀՀ նախկին վարչապետ Անդրանիկ Մարգարյանի հերթական հուշամրցաշարը։ Հայաստանի շախմատային ակադեմիայում անցկացված ստուգատեսին հայ եւ ռուս շախմատիստներից բացի մասնակցեցին նաեւ Լատվիան եւ Իրանը ներկայացնող մարզիկներ։ Բելոուսը 11 հնարավորից վաստակելով 7.5 միավոր, 1 միավորով առաջանցավ միջազգային վարպետներ Հովիկ Հայրապետյանից եւ Աշոտ Նադանյանից ու FIDE-ի վարպետ Հովանես Գաբուզյանից։ Իդեպ Բելոուսը լրացրեց գրոսմայստերի, իսկ Գաբուզյանը միջազգային վարպետի նորմա։ Ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականը 45-րդ տեղն է զբաղեցնում հունվարի 18-ին FIFA-ի հրապարակած համաշխարհային դասակարգման հերթական սանդղակում։ Դեկտեմբերի համեմատ մեր թիմը առաջադիմել է 1 աստիճանով, սակայն դա պայմանավորված է վարկանիշային աղյուսակում տեղի ունեցած վերադասավորումներով։ Ինչպես հայտնի է, անցած 1 ամսում Հայաստանի ընտրանին որևէ խաղ չի անցկացրել։ Սանդղակի վերին հատվածում փոփոխություններ չեն գրանցվել։ Առաջին տեղում է աշխարհի եւ Եվրոպայի չեմպիոն Իսպանիայի
Գերմանիայի հավաքականը, իսկ երկրորդ եւ երրորդ հորիզոնականներին հաստատվել են մոլորակի փոխչեմպիոն Հոլանդիան ու 2010 թվականի աշխարհի առաջնության բրոնզե մրցանակակիր Գերմանիայի հավաքականը։ Իդեպ Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Ռուբեն Հայրապետյանը Facebook-ի իր էջից տեղեկացրել է, որ փետրվարի 28-ին եւ 29-ին մեր ազգային ընտրանին Կիպրոսում անցկացվելիք ուսումնամարզական հավաքի շրջանակներում ստուգողական հանդիպումներ է անցկացնելու Սերբիայի եւ Կանադայի հավաքականների հետ։ Ակնկալվում է, որ նշված երկրների ֆուտբոլի ֆեդերացիաների հետ համապատասխան համաձայնագիր կկնքվի արդեն առաջիկա օրերին։ Իտալիայի ազգային հավաքականի հետ 2014 թվականի աշխարհի առաջնության ընտրական հանդիպումը ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականը պատրաստվում է անցկացնել Հրազդան մարզադաշտում։ Այդ մասին նույնպես ազդարարել է Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Ռուբեն Հայրապետյանը, նշելով, որ գարնասկզբից մեր երկրի ամենամեծ մարզակառույցում ձեռնարկվելու են վերանորոգման որոշ աշխատանքներ։ Մասնավորապես նախատեսվում է թարմացնել խոտածածկը, փոխել լուսարձակները եւ այլն։ Իտալացիների հետ խաղը կայանալու է այս տարվա հոկտեմբերի 12-ին։ Միաժամանակ ֆեդերացիայի նախագահը տեղեկացրել է, որ Հրազդան մարզադաշտի վարձակալ Աշոտ Աղաբաբյանի հետ մարզակառույցի հարակից տարածքում առևտրի կենտրոն կառուցելուն առնչվող խնդրին փոխզիջումային լուծում է տրվել։ Շինությունը կկառուցվի մարզասերների շարժին չխանգարող վայրում։ Հայ նետաձիգները հուսով են մասնակցել Լոնդոնի օլիմպիական խաղերին։ Այդ առումով հավաքականի ավագ մարզիչ Բորիս Վասիլյանը կարևորում է հատկապես մայիսի 21-ից 26-ը Ամստերդամում կայանալիք Եվրոպայի առաջնությունը, որի արդյունքներով օլիմպիական ուղեգիր նվաճելու հնարավորություն կունենան, անգամ 22-ից 24-րդ տեղ զբաղեցրած 3 նետաձիգները պայմանով, որ մրցաշարային աղյուսակում նրանց նախորդ են բացառապես արդեն օլիմպիական ուղեգիր ունեցող 21 մարզիկները։ Եվրոպայի առաջնությանը պատրաստվում են մասնակցել Վասիլ եւ Գոհար Շահնազարյանները, Արշակ Պետրոսյանը եւ Նունե Վասիլյանը։ Իդեպ տարեսկզբին Հայաստան է հասել նետաձգության միջազգային ֆեդերացիայի ընծայած $6000 արժողությամբ 30-ական նետ ու աղեղի հավաքածու։ Տակավին վերջին դիրքերում են ավստրիական Ինսբրուկ բնակավայրում ընթացող ձմեռային պատանեկան առաջին օլիմպիադայի հայ մասնակիցները։ Դահուկավազքի աղջիկների 5 կիլոմետր դասական ոճով մրցումներում Լիլիթ Տոնոյանը գրանցել է վատագույն ցուցանիշը, իսկ տղաների նույն մրցաձևի 10 կիլոմետր մրցավազքում Հրաչիկ Սահակյանը 48 դահուկորդների պայքարում գրավել է 45-րդ տեղը։ Հիշեցնենք, որ նախորդին վերջնագիծը չէր հատել բիաթլոնի 6 կիլոմետր արագավազքին մասնակցած Ժենիա Գրիգորյանը։ Այս ժամին նախատեսել էինք այսքանը, կհանդիպենք նաև երեկոյան լուրերի հիմնական թողարկման ժամանակ։ Դուք լսում եք FM 107-ը, շարունակում ենք Արմ ռադիոյի լրատվական թողարկումը։ Եվ այսպես, Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը Ռուսաստանի Դաշնության նախագահ Դմիտրի Մեդվեդևի հրավերով հունվարի 23-ին աշխատանքային այցով կմեկնի Սոչի։ Այցի շրջանակներում նախատեսված է Հայաստանի Հանրապետության եւ Ռուսաստանի Դաշնության նախագահների երկկողմ հանդիպում։ Նույն օրը տեղի կունենա նաեւ Հայաստանի, Ռուսաստանի եւ Ադրբեջանի նախագահների եռակողմ հանդիպում, նվիրված Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորմանը։ Ստամբուլում լույս տեսնող Ակոս շաբաթաթերթի հայազգի խմբագրապետ Պետրան Դինքի սպանության գործով դատավճռից հետո հարյուրավոր մարդիկ այսօր բողոքի ցույցի են դուրս եկել Ստամբուլի փողոցներ, այս մասին հաղորդում է Euronews-ը։ Նրանք վրդովված են դատարանի այն որոշմամբ, որ այս հանցագործությունն արմատական խմբավորումների դավադրության արդյունք չի եղել։ Դատարանն անտեսել է Դինքի ընտանիքի վարկածը, որ սպանությունն ունի քաղաքական դրդապատճառներ։ Ցուցարարները հանդես են եկել «Բոլորս հայ ենք, բոլորս Դինք ենք», մարդասպան կառավարությունից պահանջում ենք պատասխան տալ կարգախոսով։ Հունվարի 17-ին Յանիս Հայալը դատապարտվել է ՑՄ ազատազրկման, սպանության հրահրման համար, սակայն 19 այլ ամբաստանյալ արդարացվել է։ Այս գործընթացն իսկական աղետ է։ Սրանք հատուկ կազմակերպված խմբավորումներ են, որոնց դատել են ինչպես սովորական հանցագործների, նշել է ցուցարարներից մեկը։ Իսկ թողարկման այս հատվածում առաջարկում եմ ծանոթանալ տնտեսական նորություններին, որոնք կներկայացնի իմ գործընկեր Սիրանուշ Ոսկանյանը։ FM 107-ի եթերում Արմ ռադիոյի տնտեսական տեղեկատվական ծրագիրն է։ Ստուդիայում է Սիրանուշ Ոսկանյանը։
Հայաստանում վերջին 2 տարիների ընթացքում նվազել է պահանջարկը էլիտար բնակարանների նկատմամբ։ Այս մասին հունվարի 17-ին հայտարարել է Հայաստանի գործատուների հանրապետական միության նախագահ Գագիկ Մակարյանը։ Այն անշարժույթի մեջ, որոնք կիսավարտ են մնացել կամ կառուցվել են եւ չեն հարդարվել, բավականին մեծ կապիտալ է մնացել սառեցված։ Իմ հաշվարկով մոտ $2 միլիարդ։ Դա զգալի թիվ է, քանի որ դուրս է եկել տնտեսությունից եւ ներդրվել է անշարժույթի մեջ ու հետ չի վերադառնում։ Ճգնաժամը խզեց այդ շղթան, ասել է Գագիկ Մակարյանը։ Գագիկ Մակարյանի կարծիքով այդ գույքն աստիճանաբար կորցնում է իր արժեքը, բարոյապես եւ ֆիզիկապես մաշվում է։ Ակցիոն անշարժույթի գործակալության նախագահ Հակոբ Բաղդասարյանը հաստատել է այն փաստը, որ անշարժույթի պահանջարկի կառուցվածքում տեղի ունեցել է ական փոփոխություն։ Էլիտար շենքերի փոխարեն ներկայում պահանջարկ են վայելում հիմնականում առավել մատչելի բնակարանները։ Ազգային վիճակագրական ծառայության պաշտոնական հրապարակումից մի քանի օր առաջ Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարությունը հրապարակել է 2011 թվականի մակրոտնտեսական արդյունքների վերաբերյալ սեփական գնահատականները։ Ըստ այդմ 2011 թվականի տնտեսական աճը կկազմի շուրջ 4.6%, ինչը համընկնում է Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի հիմքում դրված կանխատեսմանը։ Մեկշնչին բաժինը գնող ՀՆԱ-ն 2011 թվականի արդյունքներով կկազմի շուրջ 3201 ԱՄՆ դոլար։ 2011 թվականի արդյունքներով արդյունաբերության ճյուղի տնտեսական աճին նպաստումը կկազմի 1.7, իսկ ծառայությունների եւ գյուղատնտեսության ճյուղերինը 1.6%-ային կետ։ Անկում կարձանագրվի միայն շինարարության ոլորտում։ 2011 թվականի արդյունքներով Չինաստանի ՀՆԱ-ն տարեկան կտրվածքով աճել է 9.2%-ով եւ կազմել $7.5 տրիլիոն։ Նման տվյալները հրապարակել Չինաստանի ազգային վիճակագրական բյուրոն։ Ըստ ներկայացված տվյալների 2011 թվականի միայն 4-րդ երամսյակի արդյունքներով նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատությամբ այս երկրի ՀՆԱ-ն աճել է 8.9%-ով։ Երրորդ երամսյակում ցուցանիշը կազմել է 9.1%, երկրորդ երամսյակում 9.5%, իսկ առաջին երամսյակում 9.7%։ Ստացվում է, որ երամսյակային կտրվածքով Չինաստանում գրանցվել է ՀՆԱ-ի աճի տեմպերի անկում, ինչը ըստ վերլուծաբանների իր մեջ ոչ մի վտանգ չի պարունակում եւ պայմանավորված է Չինաստանի տնտեսություն արտաքին բացասական գործոնների ներթափանցմամբ։ Միևնույն ժամանակ վերլուծաբանները կարծում են, որ Չինաստանի մակրոտնտեսական ընդհանուր զարգացումը կօգնի համաշխարհային տնտեսությանը ներկայում իր համար բավականին ծանր պայմաններում եւ թույլ կտա խուսափել համաշխարհային ֆինանսատնտեսական ճգնաժամի հավանական երկրորդ ալիքից։ 2010 թվականի արդյունքներով Չինաստանում գրանցվել էր 10.4% տնտեսական աճ։ Տնտեսական համագործակցության եւ զարգացման կազմակերպության պաշտոնական կանխատեսումների համաձայն Եվրոպայում գործազրկության բարձր մակարդակը, միջազգային ֆինանսական շուկաների անկայունությունը, ինչպես նաեւ եվրագոտու բարդքային ճգնաժամը խիստ բացասական ազդեցություն կթողնեն եվրոպական երկրների տնտեսությունների վրա, խոչընդոտելով ինչպես տարածաշրջանի, այնպես էլ համաշխարհային տնտեսության զարգացմանը։ Ստեղծված այս իրավիճակում տնտեսական համագործակցության եւ զարգացման կազմակերպությունը կարևորում է երկրների առաջնորդների դերը, միաժամանակ խորհուրդ տալով մեծացնել խախտումների դեպքում գործող պատժամիջոցները։ Տնտեսական համագործակցության եւ զարգացման կազմակերպությունը աշխարհի խոշորագույն տնտեսական կազմակերպություններից է, որին անդամակցում է 34 երկիր։ Եգիպտոսի կառավարությունը դիմել է Արժույթի միջազգային հիմնադրամին երկրին վարկ տրամադրելու խնդրանքով։ Վարկի չափը նշված 3.2 միլիարդ դոլար է, սակայն ուշագրավը ոչ թե նման դիմումի բում փաստն է կամ վարկի ծավալը, այլ այն, որ Եգիպտոսն արդեն մի քանի անգամ հրաժարվել է նման վարկից անցած տարվա հունիսին։ Այն ժամանակ դա պայմանավորված էր այն հանգամանքով, որ Եգիպտոսում ընդգծված բացասական վերաբերմունք կար Արժույթի միջազգային հիմնադրամի հանդեպ։ Այս կառույցը նախկինում Եգիպտոսին ցուցաբերած իր ֆինանսական աջակցությունն ուղեկցել է կոշտ պայմաններով, որոնք ըստ եգիպտացիների միայն հանգեցրել են չքավորության ցուցանիշի աճին իրենց երկրում։ Ներկայում քաղաքական անկայուն վիճակը շարունակում է նպաստել բյուջեի դեֆիցիտի աճին եւ ազգային արժույթի կուրսի անկմանը Եգիպտոսում։ Ստանդարտ եւ փորձ գործակալությունը մեկ աստիճանով նվազեցրել է ֆինանսական կայունության եվրոպական հիմնադրամի վարկանիշը։ Վերլուծաբանները ընդգծել են, որ ֆինանսական կայունության եվրոպական հիմնադրամի վարկանիշի իջեցման հիմնական պատճառը վերջերս Ֆրանսիայի եւ Ավստրիայի կրեդիտային վարկանիշերի նվազեցումն էր։ Միաժամանակ նշվում է, որ բարենպաստ պայմանների դեպքում չի բացառվում, որ այն կրկին կբարձրանա։ Ավստրիայի, Ֆրանսիայի ու Եվրամիության եւս 7 երկրների վարկանիշը նվազեցվել էր հունվարի 13-ին։ Գործակալությունն իր այդ որոշումը բացատրել էր նրանով, որ եվրոպացի մասնագետները համապատասխան միջոցներ ձեռք չեն առնում եվրոյի ճգնաժամի հաղթահարման համար։ Ֆինանսական կայունության եվրոպական հիմնադրամը ստեղծվել է 2010 թվականին Հունաստանում ճգնաժամի խորացումից հետո։
2011 թվականին աշխարհում զբոսաշրջիկների ընդհանուր թվականակը 2010 թվականի տվյալների հետ համեմատած աճել է 4.4%-ով եւ կազմել 980 միլիոն մարդ։ Փորձագետների կանխատեսումների համաձայն 2012 թվականին ցուցանիշը կաճի 3-ից 4%-ով, իսկ 2030 թվականին զբոսաշրջիկների թիվն ամբողջ աշխարհում կկազմի 1.8 միլիարդ մարդ։ Հաշվետու ժամանակահատվածում զբոսաշրջիկների թվականակը Եվրոպայում կազմել է 503 միլիոն մարդ, Ասիայում 216 միլիոն մարդ, իսկ հարավային եւ հյուսիսային Ամերիկայում 156 միլիոն մարդ։ FM 107-ի լրատվությանը կարող եք հետևել նաև համացանցում, YouTube-ում, Facebook-ում եւ Twitter-ում, փնտրելով Arm Radio FM 107։ Դուք լսում եք FM 107-ը, շարունակում ենք Arm Radio-ի լրատվական թողարկումը։ Եվ այժմ ներկայացնեմ մի քանի թարմ լրատվություն։ Հայտնի է դարձել, որ 2007 թվականի հունվարի 19-ին թուրքական ազգայնամոլական շրջանակների կողմից սպանված Ակոս թերթի խմբագրապետ Հրանտ Դինքի սպանության քրեական գործով Ստամբուլի 14-րդ ծանր հանցագործությունների դատարանը հունվարի 17-ին կայացրած վճռում մոռացել է որոշում ընդունել գործով անցնող կասկածյալ Ջոշքուն Իղջիի վերաբերյալ։ Ինչպես հաղորդում է Armen Press-ը վկայակոչելով թուրքական Ջիհան լրատվական գործակալությանը, թեև դատարանի կողմից 3 հրապարակված որոշման մեջ խոսվում էր 19 կասկածյալի մասին, սակայն որոշման մեջ հիշատակվել է նրանցից 18-ի անունները եւ բացակայել է Ջոշքուն Իղջիի անունը։ Դատարանը հանդես է եկել լրացուցիչ հայտարարությամբ, որտեղ հայտնել է, որ Իղջիի հետ կապված որոշումը մոռացել է եւ այն կհրապարակի լրացուցիչ։ Դինքի գործով 25-րդ դատալսման ժամանակ դատարանը գործով անցնող սպանության ուղղորդիչ Յասին Հայալին ցմաբանտարկության վճիռ է կայացրել, իսկ Դինքի սպանության մեջ մեղավոր չի ճանաչել մյուս ուղղորդիչ Էհրան Թունջելին։ Իսկ այս բանին առաջարկում եմ հետևել միջազգային ասպարեզում տեղի ունեցող իրադարձություններին, որոնք կներկայացնի գործընկեր Աննա Ավագյանը։ Խնդրեմ Աննա։ Շնորհակալություն Ժիրեր Թարմի եւ ընդգրկուն լրատվության համար շարունակում ենք թողարկումը միջազգային լրահոսով։ Այս թողարկմանը լսեք, Պակիստանը հրաժարվել է ընդունել ԱՄՆ-ի ներկայացուցիչ Մարկ Գրոսմանին։ Համաձայն The Guardian-ի հրապարակմանը ՆԱՏՕ-ն պատրաստվում է Սիրիայում արտաքին ռազմական միջամտության։ Հայիթիում բեռնատարի վթարի հետևանքով 26 մարդ է զոհվել։ Այժմ այս մասին առավել մանրամասն։ Պակիստանը հրաժարվել է ընդունել Աֆղանստանում եւ Պակիստանում ԱՄՆ-ի հատուկ ներկայացուցիչ Մարկ Գրոսմանին։ Ամերիկացի դիվանագետը պետք է հանդիպում ունենար Պակիստանի իշխանությունների հետ եւ քննարկեր Թալիբանի հետ նախնական բանակցություններ սկսելու հարցը։ Պակիստանի իշխանությունները Գրոսմանի այցը համարել են անպատեհ, գրում է Washington Post-ը։ ԱՄՆ-ի պետդեպարտամենտի ներկայացուցիչ Մարկ Թոները նախորդին Վաշինգտոնում կայացած մամլո ասուլիսում պարզաբանել է, որ Իսլամաբադը խնդրել է Գրոսմանի այցը հետաձգել, այնքան ժամանակ, քանի դեռ Պակիստանի խորհրդարանը չի ավարտել ԱՄՆ-ի հետ հարաբերությունների բնույթի մասին հաշվետվության վրա կատարվող աշխատանքները։ Ըստ ԶԼՄ-ների տվյալների Պակիստանի իշխանությունները պահանջում են, որ ԱՄՆ-ն լրացուցիչ ներողություն խնդրի պակիստանցի զինվորների հետ կապված միջադեպի համար, որոնք 2011 թվականի նոյեմբերին սխալմամբ սպանվել էին ՆԱՏՕ-ի զինծառայողների կողմից։ Այդ դեպքը վերջին է դարձել այն իրադարձությունների շարքում, որոնք սրել են երկու երկրների հարաբերությունները։ Թուրքական Անկարա լրատվական գործակալության փոխանցման բրիտանական The Guardian պարբերականի սյունակագիր Ջոնաթան Սթիլին գրել է, որ ՆԱՏՕ-ն պատրաստվում է Սիրիայում արտաքին ռազմական միջամտության, ինչի համար էլ սկսել է զորքեր կուտակել Թուրքիայում։ Բրիտանացի սյունակագիրը տվյալ վիճակը համեմատել է ԱՄՆ նախկին նախագահներից Ռոնալդ Ռեյգանի ժամանակ Նիկարագուայում իշխող Սանդինիստների կառավարության տապալման համար հարևան Հոնդուրասում ամերիկյան զինվորական կոնտինգենտի տեղակայման իրավիճակի հետ։ Սթիլին հայտնում է, որ ՆԱՏՕ-ի ինքնաթիռները գաղտնի ձևով Լիբիայից մարտիկներ եւ զենք են փոխադրում Սիրիայի սահմանի մոտ ընկած Իսքենդերուն նավահանգիստը։ Սթիլի ՆԱՏՕ-ի ինքնաթիռները Թուրքիա են տեղափոխում Մուամար Քադաֆիի զենքերը։ Ռուսական Ինտերֆաքս գործակալության փոխանցմամբ Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովն անդրադարձել է Եվրամիության կողմից իրանական նավթի ներկրման վրա հնարավոր բեռնարկելքի սահմանմանը, ասելով, որ Իրանի հետ երկխոսությունը կարող է էականորեն բարդանալ, եթե Եվրամիությունը բեռնարկելք դնի իրանական նավթի ներկրման վրա։ Բացի այդ երկխոսությանը չեն նպաստում ուժի գործադրման մասին բազմաթիվ սպառնալիքները, Իրանի կենտրոնական բանկի նկատմամբ սահմանված խիստ պատժամիջոցները եւ Եվրամիության կողմից իրանական նավթի ներկրման վրա հնարավոր բեռնարկելքը համընկնում են ՄԱԳԱՏԵ-ի պատվիրակության իրանական այցի ժամկետների հետ։ Հազիվ թե այդ ամենը կնպաստի արդյունավետ բանակցությունների կայացմանը, հայտնել է Ռուսաստանի արտգործնախարարը։ Հիշեցնենք, որ ՄԱԳԱՏԵ-ի պատվիրակությունը Իրան է ժամանելու հունվարի 29-ին։
Հայիթիում բեռնատարի վթարի հետևանքով 26 մարդ է զոհվել մայրաքաղաքի ամենաբանուկ փողոցներից մեկում, ինչպես հաղորդում է BBC-ն, այս մասին հայտարարել է պաշտոնատար անձանցից մեկն այսօր։ 67 մարդ վիրավորվել է եւ անմիջապես տեղափոխվել տեղի հիվանդանոց։ Հայիթիում քաղաքացիական պաշտպանության գրասենյակից Նադիա Լոչարդը նշել է, որ վթարը տեղի է ունեցել, քանի որ բեռնատարի արգելակները չեն աշխատել։ Վարորդը կորցրել է վերահսկողությունը եւ հարվածել մի ավտոբուսի։ Պատահարը տեղի է ունեցել ազգային հեռուստատեսության շենքի մոտ։ Եթովպիայում անհայտ անձը կրակել է 5 օտարերկրացու վրա, զոհերից 2-ը Գերմանիայի քաղաքացիներ են, եւս 2-ը Հունգարիայի, 1-ն Ավստրիայի քաղաքացի։ Հարձակումը օտարերկրյա զբոսաշրջիկների վրա տեղի է ունեցել Եթովպիայի հեռավոր շրջաններից մեկում։ Այսքան այժմին միջազգային լրահոսից, շարունակեք հետևել Arm Radio FM 107-ին։ Եվ այսպես հավելեմ, որ այսօր ԱՄՆ դոլարը միջինը գնվում է 386 դրամով, եվրոն 491-ով, օդի ջերմաստիճանն այս պահին +7 է։ Եվ վերջում հիշեցնեմ հարգելի ռադիոընկերներ, Արման Սաղաթելյան, Անժելա Էլիբեգովա, լինել թե չլինել Բաքվում Եվրատեսիլին։ Այսօր FM 107-ի եթերում երկու գիտ տեխնացու բանավիճելու են քաղաքական երկգծողության մասին։ Ունեք սեփական կարծիք, զանգահարեք ու քննարկեք ուղիղ եթերում 36 82 04 ժամը 18:00-ից։ Այսքանը այժմ թողարկումից անմիջապես հետո առաջարկում եմ հետևել Ռուսաստանի ձայնին, որը կներկայացնեն միջազգային իրադարձությունները։